ազատության համար առանձնապես նորություն չկա։ Թերևս միայն այն, որ եթե նախկինում քննադատությունները, դժգոհությունները հնչում էին փակ հանդիպումների ժամանակ կամ փակ նամակներով էին ուղարկվում դեսպանատներ կամ միջազգային կառույցներ, հիմա դրանք բաց են, բաց հարթակներում են։ Ազատության խնդիրը ոչ թե որևէ քաղաքական օրակարգ սպասարկելն է, այլ խնդիրները վերհանելը եւ դրանց մասին բարձրաձայնելը։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք Ազատություն Ռեզոկոյանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունյացյանի հետ։ Բարև ձեզ, Հեղինե։ Ողջույն եղամ։ Ընտրություններն ավարտվեցին, Ազատությունը ինչ հատուկ նախագծեր ունեցավ այս անգամ։ Առաջին հերթին այս փուլում ազատության համար հաշվի առնելով ֆինանսական խնդիրները, աշխատուժի հետ կապված խնդիրները, վերջին կրճատումները, խնդիր էր նախ եւ առաջ բաշխել ռեսուրսները այնպես, որ կարողանային ապահովել ամենօրյա լրատվությունը, ինչով որ ազատությունը աչքի է ընկել տասնամյակների ընթացքում, այսինքն լուսաբանել ընտրարշավը։ Բացի դրանից կարողացանք թողարկել քարոզարշավից շաբաթներ առաջ թողարկել բանավեճը, որը հնարավորություն էր տալիս երկու հակադիր կողմերի տեսակետները լսել։ Սկսեցինք հատուկ ծրագիր, որի թիրախում էր մեր մտքում ունենալով հիմնականում երիտասարդներին ու այն մարդկանց, որոնք այնքան էլ չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, փորձում էինք ամփոփել օրվա քարոզարշավի օրը 3 րոպեում եւ ներկայացնել ամենակարևոր հայտարարությունները կամ ամենակարևոր իրադարձությունները։ Ունեցանք նաեւ մի նոր ծրագիր, որ կոչվում է Արի խոսենք։ Կարծում եմ, որ կշարունակենք այս ծրագիրը նաեւ ընտրություններից հետո։ Նպատակն է մեկ սեղանի շուրջ, ինչպես ես ու դու ենք այսօր իրար տեսել, մեկ սեղանի շուրջ մեկտեղել երկու իրարամերժ կամ արմատապես տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց, ովքեր գուցե ապրում են նույն հարթակի վրա, բայց ունեն տարբեր դիրքորոշումներ եւ տարբեր կերպ են տեսնում Հայաստանի զարգացումը, բայց փորձում ենք իրենց բերել մեկ սեղանի շուրջ եւ տալ հնարավորություն ամենակարևորը իրար լսելու եւ հաղորդումից հետո գուցե ինչ-որ մեկը փոխում է կարծիքը, գուցե չի փոխում, բայց առնվազն տալիս ենք հնարավորություն հասկանալ, թե ինչու է դիմացինը այդ կերպ մտածում։ Սա կարծում եմ, որ դեռ կշարունակենք։ Ունեցանք բացատրական հաղորդաշարեր, որոնք հիմնականում կենտրոնացած էին ներկայացնելու Հայաստանի ընտրական համակարգը, Հայաստանի խորհրդարանի ձևավորման կարգը եւ նաեւ մեր ամենահաջողված թերևս նախագծերից էր ինտերակտիվ խորհրդարանը, որը հնարավորություն էր տալիս յուրաքանչյուրին կանխատեսել իր խորհրդարանը եւ տեսնել, թե մեր գործող ընտրական օրենսգրքի համաձայն այդ դեպքում այդքան ձայն ստանալու դեպքում այս կամ այն ուժը որքան մանդատ է ստանալու եւ ինչ ներկայացվածություն է ունենալու խորհրդարանում։ Բայց միևնույն է ազատությունը ամենահայտնին է իր լուրերով, իրադարձությունները ու եթերում լուսաբանելով, հաշվետվողական պահելով իշխանություններին եւ ընդհանրապես քաղաքական ուժերին, ինչ եւ չեմ հիշում ընտրություն, որ ազատության լրագրողը ինչ որ դեպքերի մեջ չընկնի։ Ընտրությունների օրը ընտրական շրջանում այս անգամ ինչեր գրանցվեցին։ Թերևս աղմկոտ դեպքը, եթե այսպես բնորոշեմ, տեղի ունեցավ Սպիտակ քաղաքում, որտեղ հերթական անգամ, երբ մենք փորձում էինք լուսաբանել իրավիճակը, քաղաքացիական պայմանագրի քարոզչական հանդիպման ժամանակ էր եւ մեր լրագրողը, մեր թղթակիցը տեղում անում էր այն ինչ որ թերևս ինչպես դու նշեցիր, ցանկացած լրագրող պիտի անի, այսինքն հետաքրքրվում էր թե ովքեր են եկել, արդյոք քաղաքապետարանի աշխատակիցները աշխատանքային ժամին ներգրաված են սեփական ցանկությամբ, թե սա վարչական ռեսուրսի չարաշահման հետ գործ ունենք եւ բոլորի աչքի առաջ փոխքաղաքապետը հարվածեց ազատության տեսախցիկին, քաղաքապետը եւս բավական կոշտ արտահայտվեց։ Քրեական գործը հարուցվել է այս պահի դրությամբ, բայց եղել են հարցաքննություններ եւ որքանով ինձ է հայտնի, վերջերս եմ ճշտել Կարինեից այս պահի դրությամբ դեռևս իրավապահները փորձում են հասկանալ այդ գործողությունները արդյոք խոչընդոտել են լրագրողի աշխատանքը։ Այսինքն Կարինեն հիմա բացատրություններ է գրում, ցուցմունքներ է տալիս հիմնավորելու, որ տեսախցիկին հարվածելը կամ իր խոսքին այդպես արձագանքելը իրականում խոչընդոտել է իր աշխատանքին։
Նախկինում ունեցել ենք նախկինում ենք ունեցել դեպք Կարինեի հետ կապված, երբ գողություն եղավ իր բնակարանից, մի քանի տարի առաջ էր, այժմ այդ գործով էլ որևէ զարգացում չկա եւ պիտի ասեմ, որ սա մեզ համար առանձնապես նորություն չէ, որովհետեւ բոլորս հիշում ենք նոյեմբերի 9-ի հարձակումը Ազատության գրասենյակի վրա, այդ գործի քննությունն էլ դեռ դատարանում շարունակվում է։ Դրանից առաջ Էլեկտրիկ Երևանը, դրանից հետո իհարկե Սավիթաղի դեպքերը եւ այլն։ Այսինքն ընդհանրապես չգիտեմ, կարող ենք հաշվել Ազատության լրագրողների աշխատանքը խոչընդոտելու հետ կապված դեպքերի քանակը, թե չէ։ Կարծում եմ, որ չարժե նույնիսկ դրանք։ Ես կուզենայի հաշվել այդ միջադեպերի արդյունքում հանգուցալուծված դեպքերը կուզենայի, որոնք ցավոք այս պահին չունենք։ Ընդհանրապես չունենք։ Չունենք։ Երբեք չենք ունեցել։ Ինչ կարծեմ Էլեկտրիկ Երևանից հետո որոշակի փոխհատուցում եղավ բոլոր լրատվամիջոցներին, այդ տեխնիկայի հետ կապված, բայց առանձին լրագրողների նկատմամբ բռնության մասով չունենք։ Վերջին առնվազն 1 տարվա ընթացքում, գուցե ավելի երկար ժամանակահատվածում նաև նկատվում է, որ Ազատություն ռադիոկայանի նկատմամբ կա, այսպես ասած, սոցիալական ցանցերում, նաև ասուլիսների ժամանակ, ինչ-որ դեպքերում, բրիֆինգների ժամանակ հարձակողական խոսք, թիրախավորում, համեմատություններ ուրիշ լրատվամիջոցների հետ, կողմնակալության մեջ մեղադրանք գուցե եւ իրականում արձագանք ոնց որ դեռ չեմ տեսել խմբագրության կողմից։ Նախ ամենաառաջինը մեր կանոնագրքի համաձայն մենք տվյալ դեպքերում բանավեճի մեջ չենք մտնում, չենք արձագանքում, մեր խնդիրն է շարունակել մեր աշխատանքը մեր սկզբունքներին համապատասխան։ Եվ եթե անկեղծ այստեղ Ազատության համար առանձնապես նորություն չկա, թերևս միայն այն, որ եթե նախկինում քննադատությունները, դժգոհությունները հնչում էին փակ հանդիպումների ժամանակ կամ փակ նամակներով էին ուղարկվում դեսպանատներ կամ միջազգային կառույցներ, հիմա դրանք բաց են, բաց հարթակներում են։ Եվ հանուն արդարության պետք է ասել, որ սա միայն Ազատության մասին չէ եւ միայն Հայաստանում չէ։ Ընդհանուր ամբողջ աշխարհում կա միտում եւ շատ ավելի հեշտ է դարձել լրագրողին պիտակավորելը, լրագրողին վարկաբեկելը եւ ներկայացնելը լրագրողին ոչ թե եթե տարիներ առաջ, տասնամյակներ առաջ լրագրողը ընկալվում էր հասարակության կողմից մեկը, ով սեփական նյարդերի, ժամանակի եւ ահռելի ջանքերի շնորհիվ հասնում էր ճշմարտության եւ պայքարում էր հանուն ճշմարտությունը հանրայնացնելու, հիմա լրագրողը ներկայացվում է որպես մեկը, ով գրում է, որովհետեւ իրեն վճարում են, գրում է, որովհետեւ իրեն պատվիրում են։ Եվ սա անկեղծ ասած շատ հարմար է բոլոր կողմերին, եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը, եւ տնտեսական խոշոր շահեր ունեցողներին, այսինքն ցանկացած դեպքում, երբ հնչում է հարց, որն անհարմար է, երբ աշխատում է լրագրողը, ով հիշեցնում է, թե նախկինում ինչ խոստումներ են հնչել, կամ փորձում է համեմատել, թե իրականում ինչ է ասվում եւ ինչ է արվում, այդ բոլոր դեպքերում շատ հեշտ է ուղղակի փոխել խոսակցության տոնը եւ բուն հարցին անդրադառնալու փոխարեն ուղղակի լրագրողին պիտակավորել կամ ուղղակի լրագրողին ներկայացնել որպես որոշակի պատվեր կատարող անձ։ Բայց այստեղ շատ կարևոր խնդիր կա եւ շատ կարևոր թակարդ կա հասարակության համար, որովհետեւ այդ դեպքում հասարակությունը սկսում է չհավատալ որևէ մեկի եւ հասարակության մեջ սկսում է ձևավորվել այսպես ասած լրատվական նիհիլիզմ, երբ որ որևէ մեկի խոսքն այլևս վստահելի չէ, եւ մենք դրան ականատես ենք եղել Միացյալ Նահանգներում, երբ սկսեց այդ շարժումը fake news-ի կամ պետությանը դեմ թշնամի լրատվամիջոցների, Գերմանիայում տեսանք, եւ դրանցից մի քանի տարի հետո եւ Pew Research Institute-ի եւ Reuters Institute-ի արած զեկույցները փաստեցին, որ այդ վակուումը, որը ստեղծվում է, կամ այդ անվստահությունը, որը առաջանում է լրատվամիջոցների հանդեպ, շատ հեշտությամբ լցվում է դեզինֆորմացիայով, լցվում է դավադրապաշտական տեսություններով, մարդիկ սկսում են լրատվությունը ստանալ աղբյուրներից, որոնք ճշտված չեն, ինչ որ անհասցե կամ պատասխան չենթադրող տելեգրամյան ալիքներից, ֆեյսբուքյան էջերից եւ այլն եւ այլն։ Եւ դրանով ամենակարևորը ընկնում է հասարակության իմունիտետը կամ դիմադրողականությունը կամ կարողությունը փաստը պրոպագանդայից, փաստը ապատեղեկատվությունից տարանջատելու։
Եվ ստեղծում է մի պարադոքսալ իրավիճակ, երբ պետությունը անընդհատ խոսում է այն մասին, որ կան հիբրիդային հարձակումների վտանգներ, կան միջամտության փորձեր, բայց մենք ներսում ստեղծում ենք պարարտ հող, որպեսզի այդ հարձակումները շատ հեշտությամբ տեղ գտնեն մեծ հասարակության մեջ եւ ամրապնդեն։ Այսինքն ինձ համար անկեղծ ասած սա ավելի մտահոգիչ է, քան առանձին վերցրած հարձակումները կամ գրառումները ազատության մասին, որովհետև այո, ընտրություններն ավարտվեցին, բայց առջևում մեզ սպասում են շատ կարևոր որոշումներ, ճակատագրական որոշումներ, բոլոր ոլորտներում։ Եվ այդ որոշումները կայացնելու համար, ռացիոնալ որոշումներ կայացնելու համար հասարակությունը պիտի ստանա վստահաշատ տեղեկատվություն։ Եթե մենք հեղինակազրկում ենք այն խողովակները, որոնցով նրանք ստանում էին, մենք կասկածի տակ ենք դնում այդ որոշումների կայացման արդյունավետությունը։ Եղնե դու ասում ես, խոսում ես թեմայի մասին, որը որ շատ կարևոր է, որ հաղորդակցվի հենց նույն պաշտոնյաների հետ, պատգամավորների հետ, ինչ որ դեպքերում քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, որոնք որ գրում են այս թեմայով։ Հետաքրքիր է ուղղակի ուղիղ կոնտակտ կա, հաղորդակցություն եղել է ձեր մեջ։ Ճիշտն ասած, կրկին ազատության կանոնագրքի համաձայն ես իրավունք չունեմ որպես ծառայության ղեկավար շփումներ ունենալ քաղաքական դաշտի որևէ դերակատարի հետ, որովհետև այսինքն մեր շփումները պետք է լինեն բաց, ինտերվյու, հարցազրույցի տեսքով, լուսաբանման ենթակա իրադարձության տեսքով, փակ հանդիպումները որպես այդպիսին խնդրահարույց կարող են դիտվել։ Խոսում ես կանոնակարգի մասին, ընդհանրապես Հայաստանում մեդիա դաշտում քիչ են խմբագրությունները, որոնք ունեն իրենց կանոնակարգերը տարբեր իրավիճակներում, տարբեր վարքականոնների համար, բացատրելու հասարակությանը իրենց որոշումները լսարանին, եւ կարծում եմ ազատությունը որպես լրատվամիջ, որ ինստիտուցիոնալ տեսակետից այդ ամեն ինչը ունի, շատ է օգնում իրեն աշխատանքի ընթացքում, օրինակ ինչպես եք դա օգտագործում։ Արդեն ասացիք, բայց հետաքրքիր է նաեւ։ Մի քանի այլ տարբերակներ, մի քանի այլ օրինակներ էլ կարող եմ բերել, հենց վերջին մեր ընտրական լուսաբանումից, օրինակ մենք ականատես եղանք քարոզարշավի ընթացքում մի քանի, այսպես ասած, հետաքննական նյութերի, որոնք տպագրվել էին արևմտյան մամուլում։ Եվ խնդիր կար, մենք լուսաբանում ենք, մենք ամբողջովին թարգմանում ենք եւ հրապարակում ենք դրանք, թե չենք հրապարակում։ Ազատության կանոնագիրքը կամ էթիկայի գիրքը մեզ ուղղորդում է հիմնվել փաստերի վրա։ Եթե տվյալ հրապարակումներում ներկայացված են արժանահավատ փաստեր, ուրեմն որոնք եւ մենք ունենք աղբյուրներ, որոնցով կարող ենք ճշգրտել այդ փաստերը, մենք հրապարակում ենք հետաքննությունը, բայց հրապարակմանը զուգահեռ մեր առջև շատ կարևոր խնդիր է դրված ավելացնել որևէ նոր արժեք, այսինքն լսարանին տալ հնարավորություն հավելյալն իմանալու, եթե մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, հետքը կամ որևէ այլ լրատվամիջոց արել են հետաքննություն, ազատությունը ոչ թե դա պիտի ուղակի թարգմանի եւ ներկայացնի, այլ պետք է ինչ-որ մի բան իր կողմից ավելացնի։ Եվ օրինակ Reuters-ի դեպքում մենք ավելացրեցինք, մենք դիմեցինք պետքարտուղարություն, ստացանք իրենց արձագանքը, փորձեցինք եւս մեկ շերտ ավելացնել այդ անորոշության կամ վիճելի փաստերի լուսաբանման մեջ։ Ինչ է ասում կանոնակարգը լրագրողների քաղաքական նախընտրությունների մասին, ինչպես եք դուք կարգավորում ձեր լրագրողների քաղաքական նախընտրությունները, որ իրենք չարտահայտվեն իրենց աշխատանքում։ Նախ առաջինը, եթե խոսքը սոցիալական հարթակներում գրառումներ անելու մասին է կամ արտահայտվելու մասին է, մենք ունենք ոսկե կանոն, այնինչ չես կարող ասել եթերում, կարծեմ դա նաև BBC-ն է, այնինչ չես կարող ասել եթերում, չես կարող գրել սոցիալական քո ցանցերում, քո էջերում։ Երկրորդը ունենք շատ հստակ խնդիր փաստարկված եւ բալանսավորված անաչառ լրատվություն մատուցելու։ Ես հասկանում եմ եւ կարծում եմ, որ նաև բնական է, որ մարդիկ ունեն քաղաքական նախասիրություններ կամ հետաքրքրություններ, դիրքորոշումներ, սա նորմալ է, բայց ազատության դեպքում փորձում ենք այնպես անել, որ դրանք մնան դռնից դուրս։
Ասել, որ միշտ է դա հաջողվում, Գեղամ, իհարկե չափազանցրած կլինեմ, անթերի ոչինչ չի լինում, բայց առնվազն մենք միշտ փորձում ենք։ Անցյալ տարվա սկզբից ճգնաժամ սկսվեց ամերիկյան ֆինանսավորմամբ աշխատող խմբագրությունների համար եւ Ազատությունը որպես ամերիկյան լրատվամիջոց կարծում եմ ազդեցություն ունեցավ, դուք էլ սկզբում նշեցիք ֆինանսական ոչ այնքան լայն հնարավորությունների մասին, որպեսզի կային նախկինում։ Ինչպես է աշխատում Ազատությունը հիմա, եթե կարող եք այդ մասին պատմել ֆինանսական տեսակետից։ Այս պահին այն ինչ որ կարող եմ հստակ ասել, որ այս ֆինանսական տարվա, ամերիկյան ֆինանսական տարվա համար մենք ունենք ֆինանսավորում, դա ավարտվում է սեպտեմբերին, դրանից հետո հաջորդ տարվա համար դեռ քննարկումներ կլինեն, բայց մինչև այդ ուզում եմ ասել, որ այս անցած տարվա ընթացքում եղել են ամիսներ Ազատությունում, երբ իմ գործընկերները բառացիորեն աշխատավարձ չեն ստացել։ Եղել են ամիսներ, ոչ թե 1 ամիս, 2 ամիս, կամ ստացել են չնչին աշխատավարձ։ Եվ իսկապես ես շատ ուրախ եմ, որ լսարանը դա չի նկատել կամ լսարանի համար դա այնքան էլ տեսանելի չի եղել։ Ես որպես մեծաղեկավար կարող եմ ասել, որ ցանկանայի հնարավորությունների դեպքում, որ մենք օրինակ ունենայինք այս ուղղվածությունը, ավելի շատ հաղորդումներ ունենայինք այս թեմաներով կամ սկսենք նախաձեռնենք մեկ այլ հաղորդաշար, որը չենք կարողացել անել, բայց ընդհանուր առմամբ Ազատությունը կարողացել է լսարանին սպասարկել եւ տալ նույն տեմպով եւ նույն ծավալով, ինչ որ մինչ այդ, եւ վերջին սոցհարցումներն էլ IRI վկայեցին, որ Ազատության նկատմամբ վստահությունը ավելացել է, եւ սա հնարավոր չէր լինի, եթե չլիներ իմ գործընկերների այդ անսահման նվիրվածությունը իրենց գործին եւ վստահությունը, որ իրենք շատ կարեւոր առաքելություն են անում հենց այս պահին, անհավատալի է, բայց նույնիսկ այս պահին մենք ունենք գործընկերներ, ում ստիպված ենք եղել կրճատել ֆինանսական դժվարությունների պատճառով, բայց իրենք նույնիսկ այս պահին գալիս են եւ ամբողջ ընտրաշավի ժամանակ եկել են եւ աշխատել են, ուղղակի այն բանի մենակ այն նպատակով, որ մենք լսարանին մատուցենք, շարունակենք մատուցել այն լրատվությունը, որը հատկապես այդ պահին շատ կարևոր էր։ Ու այս նվիրումը տեսնելով ես կարծում եմ, որ անկախ ֆինանսավորումից, անկախ դժվարություններից շարունակությունը կլինի։ Մի պարզ հարց եմ ուզում տալ, սոցիալական ցանցերում քննարկումների ժամանակ իրար մեջ մարդիկ երբ որ խոսում են, իրար ասում են, բայց Ազատությունը ամերիկյան լրատվամիջոց է, չէ, Ազատությունը տեղական է։ Հիմա ի վերջո Ազատությունը տեղական լրատվամիջոց է, հայկական է, ամերիկյան է, ո՞նց եք դուք դες դիրքավորում։ Իրականում շատ ուրախ եմ, որ տասնամյակների ընթացքում իսկապես Ազատությունը ընկալվել է որպես տեղական լրատվամիջոց։ Այստեղ մի քանի շերտ կա։ Եթե նայենք ֆինանսավորման տեսանկյունից, Ազատությունը ֆինանսավորվում է կոնգրեսի կողմից ամերիկյան բյուջեից։ Բայց մենք ունենք նաև պաշտպանիչ պատը, firewall կոչվածը, որտեղ հստակ ասվում է, որ ամերիկյան որևէ պաշտոնյա կամ որևէ կառույց չի կարող միջամտել մեր խմբագրական քաղաքականությանը։ Եվ մեր առաքելության հիմնական խնդիրն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, խոսքի ազատությանը։ Մենք մեր առաքելությունը եւ մեր գործը տեսնում ենք այստեղ եւ շատ եւ որևէ անգամ դեռևս առնվազն 20 տարի աշխատում եմ Ազատությունում, երբևէ չի եղել դեպք, երբ մենք մեր գործը իրականացնելիս բախվենք խնդրի, որ դա չի կարելի կամ չի բխում կամ չի տեղավորվում որևէ քաղաքականության շրջանակում, որովհետև Ազատության խնդիրը ոչ թե որևէ քաղաքական օրակարգ սպասարկելն է, այլ խնդիրները վերհանելը եւ դրանց մասին բարձրաձայնելը։ Եվ այդ առումով ուզում եմ մի բան էլ նշել, շատ հաճախ մեր հասցեին քննադատություն հնչեցնողների խոսքում շատ հաճախ է հնչում, որ բա ինչպես էր նախկինում, բա դուք հիշում եք, բա ինչպես։ Իրականում մեկնակետը մեզ համար երբեք չի եղել համեմատությունը այսօրվա եւ անցյալի։ Մեր համեմատության եզրը այսօրվա եւ այն արժեքների կամ այն սկզբունքների կամ այն ինստիտուտների միջև է, որին մենք միշտ ձգտել ենք։
Եվ այդ ուղղությամբ դեռ որևէ մեկը չի շղթում, որ շատ անելիքներ ունենք, եւ ես շատ ուզում եմ, որ եւ հասարակությունը, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ քաղաքական դերակատարները հասկանան, որ այդ մասին բարձրաձայնող լրագրողը ոչ թե վտանգ է, այլ ճիշտ հակառակը օգնում է այդ նպատակին հասնելու համար։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ եմ, Գևորգ։